Այս գործը միայն 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունների մասին չէ, այս գործը շատ ավելի կարևոր հարցի մասին է։ Կարող է պետությունը իդեմս հանրային իշխանության մարմինների, պահպանելով ընտրությունների թվացյալ բոլոր արտաքին արարողակարգերը, իրականում կորցնել իր սահմանադրական չեզոքությունը և դառնալ քաղաքական, ընտրական պայքարի անմիջական մասնակից։ Եթե այդ հարցի պատասխանը դրական է, ապա վտանգվում է ոչ միայն մեկ ընտրության արդյունքը, վտանգվում է ընտրության նկատմամբ հանրային վստահությունը, որովհետև քաղաքացին այլևս մրցակցության մեջ չի տեսնում քաղաքական ուժերի, այլ տեսնում է քաղաքական ուժի և պետության մրցակցությունը։ Սահմանադրությունը պահանջում է, որ պետությունը լինի չեզոք արբիտր։ Մինչդեռ այս գործում ակնհայտ է, որ պետությունը դարձավ խաղացող և մենք ցույց ենք տալիս դա մեր դիմումի մեջ։ Սա մեր դիմումի առանցքային գաղափարն է։ Մենք այսօր չենք կենտրոնանում նրա վրա, որ ընտրական գործընթացում արձանագրված յուրաքանչյուր խախտումն առանձին վերցրած ինքնին որոշել է ընտրությունների վերջնական արդյունքը։ Այո, եղել են այդպիսի բացահայտ և աղաղակող խախտումներ, որոնք անգամ մեկ քաղաքական ուժի դուրս են թողել խորհրդարանից։ Բայց մենք պնդում ենք մեկ շատ կարևոր բան. գործող հանրային իշխանության կողմից կատարված խախտումները ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող և պարբերական բնույթ, որոնց համադրումը վկայում է դրանց միջև համակարգային այնպիսի փոխկապվածության մասին, որը ոչնչացնում է Սահմանադրության 7-րդ հոդվածում ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները։ Թեև մեր դիմումում ներկայացված խախտումները պայմանականորեն բաժանված են առանձին գլուխների, սակայն դրանք իրականում առանձին երևույթներ չեն, դրանք նույն շղթայի տարբեր օղակներն են, նույն նպատակի տարբեր դրսևորումներ, և եթե սյան ավելացնենք այն, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ողջ ընթացքում հրապարակային սպառնալիքներ էր հնչեցնում մրցակից ուժերի և ընտրողների հասցեին, Հայաստանին սպառնում էր պատերազմով, իր անմիջական ցուցումով կալանավորում էին իր ընդդիմախոսները, ապա պատկերը լիարժեք է դառնում։ Ըստ էության, հանրային իշխանությունը հիբրիդային արշավանք էր սկսում, խաչակրաց հիբրիդային արշավանք ազատ ընտրության կամքի նկատմամբ։ Անդրադառնամ այն դեպքերին, որոնք վերաբերում են պետության սահմանադրական չեզոքության կորստին, հանրային իշխանության կողմից հավասարության սկզբունքի խախտմանը և ընտրական գործընթացի պատասխանատու հիմնական մարմինների վարքագծին։ Դրանք ձևավորել են ընտրական այնպիսի միջավայր, որտեղ ազատ և հավասար ընտրության սահմանադրական սկզբունքը պարզապես դադարում է գործել։ Բարձր դատարան, մասնավորապես կանխազգալով այս իրավիճակը, դեռևս 2026 թվականի մարտի 11-ին Սահմանադրական դատարանը ինքն ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5 դիմումը քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի բարեգործության արգելքի սահմանադրականությունը քննելու համար ողջամտորեն պնդելով, որ այս հոդվածում առկա ձևակերպումներն ունեն իրավական որոշակիության այնպիսի դեֆիցիտ, որի պայմաններում իրավակիրառողը դրանք իչարս գործադրելու լիակատար հնարավորություն է ստանում։ Սահմանադրական դատարանը իր 2026 թվականի ապրիլի 3-ի թիվ ՍԴԱՕ 46 որոշմամբ մերժեց դրա քննությունը, թեև արձանագրեց, որ կիսում է դիմողի մտահոգությունները, սակայն դրանք որակվում էր որպես տեսական ենթադրություններ։ Այժմ 2026 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ դրանք ոչ թե պարզապես ենթադրություններ են, այլ իրական ռիսկեր, որոնք ի հայտ եկան քննչական և այլ իրավասու մարմինների կոնկրետ գործողությունների կամ անգործությունների տեսքով։ Այս հարցը մեզ համար նոր չէր։ Այլ կերպ ասած, այսօր ցավոք մենք այլևս տեսության մասին չենք խոսում։ Այսօր քննարկում ենք այն հետևանքները, որոնք առաջանում են, երբ ժամանակին չլուծված սահմանադրական խնդիրը վերածվում է պետական պրակտիկայի։ Իրավական բացերը երկար դատարկ չեն մնում, եթե դրանք ժամանակին չեն լրացվում իրավունքի միջոցով, վաղ թե ուշ լրացվում են այլ,
այդ թվում հակաժողովրդավարական եւ հակաիրավական գործերակերպով։ Եվ մեր համոզմամբ հենց այդ իրավիճակն է այս ընտրությունների ընթացքում։ Ըստ այդմ, առաջին հարցը վերաբերում է պետության չեզոքսյան կորստին։ Ընտրական գործընթացում պետությունը չի կարող ունենալ նախընտրելի քաղաքական ուժ։ Պետությունը կարող է իրականացնել սոցիալական քաղաքականություն, կարող է բարձրացնել կենսաթոշակները, կարող է ներդնել առողջապահական ծրագրեր, կարող է աջակցել գյուղատնտեսությանը, սակայն երբ այդպիսի որոշումները կայացվում կամ գործարկվում են ընտրական գործընթացի ընթացքում, կարճ ժամանակահատվածում, մեծ ծավալով եւ անմիջապես վերածվում են իշխող ուժի քարոզչական առավելության, ապա առաջանում է ոչ թե սովորական պետական քաղաքականության, այլ վարչական ռեսուրսի չարաշահման խնդիր։ Այս ընտրությունների ընթացքում մենք հենց այդ երևույթն ենք տեսել։ Ընտրությունների նշանակումից հետո կառավարությունը եւ իշխող քաղաքական ուժը հանրային դաշտում միաժամանակ առաջ են տարել մի քանի խոշոր սոցիալական եւ տնտեսական թեմաներ՝ կենսաթոշակների բարձրացում, առողջապահական ապահովագրության համակարգ, գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորում։ Այս ծրագրերը եւ դրանց ֆինանսավորումները ներկայացվել են ոչ թե որպես պետության պարտավորություն իր քաղաքացիների նկատմամբ, այլ որպես գործող իշխանության անձնավորված ձեռքբերում, որպես ընտրողին ուղղված ուղերձ, որ սոցիալական այս միջոցների շարունակականությունը կապված է հենց գործող իշխանության պահպանության հետ։ Մեր պնդումը պարզ է, մենք չենք վիճարկում սոցիալական ծրագրի օգտակարությունը։ Մենք չենք ասում, որ պետությունը ընտրությունների ժամանակ պետք է դադարեցնի իր բնականոն աշխատանքը։ Մենք ասում ենք, որ պետությունը չի կարող հանրային, բյուջետային, վարչական եւ ինստիտուցիոնալ հնարավորությունները դնել ընտրական մրցակցության ծառայության տակ, որովհետեւ այդ դեպքում քաղաքական ուժերը այլևս չեն մրցում հավասար պայմաններում։ Մի կողմ կանգնած ընտրություններին մասնակցող կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, մյուս կողմում կուսակցություն, որն օգտագործում է պետության ամբողջ մեքենայի առավելությունը։ Սա արդեն ընտրական մրցակցություն չէ, սա հավասար ընտրական իրավունքի պարզապես խաթարում է։ Երկրորդ հարցը վերաբերում է հանրային տեղեկատվական միջավայրին, մասնավորապես հանրային հեռարձակողի դերին։ Հանրային հեռարձակողը սովորական լրատվամիջոց չէ։ Նրա պարտավորությունը միայն եթեր տրամադրելը չէ, նրա պարտավորությունն ընտրական գործընթացում ապահովել այնպիսի տեղեկատվական միջավայր, որտեղ քաղաքացին կարող է ձևավորել իր կամքը, ազատ կամքը, առանց իշխանության տեղեկատվական գերակշռության։ Այս գործում ներկայացված է, որ հանրային հեռարձակման դաշտում իշխանական քաղաքական օրակարգը ստացել է ակնհայտ առավելություն, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ լուսաբանումը ոչ միայն չի ապահովել այն հավասարակշռությունը, այլև որպես կանոն ներկայացվել է բացառապես նեգատիվ լույսի ներքո։ Այստեղ էլ հարցը միայն րոպեների կամ եթերաժամանակի մեխանիկական հաշվարկը չէ։ Հանրային հեռարձակողի էկրանը պետք է լինի պետության չեզոքության արտահայտությունը։ Այն չի կարող դառնալ իշխանության քարոզչական առավելության շարունակությունը։ Եթե հանրային հեռարձակողը կորցնում է հավասարակշռությունը, ապա ընտրողը կորցնում է հավասարակշռված տեղեկատվություն ստանալու իր հնարավորությունը։ Իսկ ընտրողի կամքը ազատ կարող է լինել միայն այն դեպքում, երբ նա որոշում է կայացնում ոչ թե տեղեկատվական ճնշման, այլ տեղեկացված ընտրության պայմաններում։ Երրորդ հարցը վերաբերում է ընտրական գործընթացի պատասխանատու մարմինների անգործությանը կամ կանխամտածված գործողություններին։ Ընտրական օրենսգիրքը կենտրոնական ընտրական հանձնաժողովին տալիս է ոչ միայն ընտրություններ կազմակերպելու, այլև ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը պահպանելու պարտականություն։ Այս պարտականությունը ենթադրում է ոչ միայն արձանագրել արդյունքները, այլ նաև ժամանակին արձագանքել այն դեպքերին, երբ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վտանգվում է։ Սույն գործով ներկայացրել են կոնկրետ դեպքեր, երբ ընտրական հանձնաժողովի անդամների նկատմամբ պարկային օրենքով նախատեսված լիազորությունների դադարեցման հիմքերը, նրանք զբաղվել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչությամբ։ Դրա վերաբերյալ ներկայացվել էր համապատասխան դիմում, փաստերը հայտնի էին, իրավական հիմքերը ներկայացված։ Սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը չկայացրեց այն որոշումը, որը պարտավոր էր կայացնել ընտրական գործընթացի ընթացքում։ Փոխարենը հայտարարվեց, որ այդ հարցին կանդրադառնան ընտրություններից հետո։ Բարձր դատարան, եթե ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը խաթարող հանգամանքին անդրադառնում են միայն ընտրություններից հետո, ապա այդ միջամտությունն արդեն չի պաշտպանում ընտրությունը։ Այն արձանագրում է այն, ինչ արդեն տեղի է ունեցել։ Ընտրական իրավունքը կառուցված է կանխարգելման սկզբունքի վրա։
Որոշ խախտումներ հնարավոր չէ վերացնել հետադարձ ուժով։ Դրանք պետք է կանխվեն այն պահին, երբ դեռ կարող են ազդել ընտրական գործընթացի վրա։ Հենց այդ պատճառով սահմանադիրն ու օրենսդիրը կենտրոնական ընտրական հանձնաժողովին օժտել են ընթացիկ արձագանքման լիազորություններով։ Եթե այդ լիազորությունները չեն իրականացում այն ժամանակ, երբ դա անհրաժեշտությունն արդեն առաջացել է, ապա վտանգվում է ոչ միայն տվյալ հարցի լուծումը, վտանգվում է ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը։ Այս գործով խնդիրը միայն այն չէ, որ որևէ որոշում չի կայացվել։ Խնդիրն այն է, որ չի իրականացվել այն սահմանադրական պարտականությունը, որի համար այդ լիազորությունը ընդհանրապես տրված է։ Ստացվում է, որ եղել է ԿԸՀ համաձայնությունը, որ ընտրական գործընթացը լինի խախտումներով, քանի դեռ այդ խախտումները իշխող ուժի համար են կատարվում։ Այս երեք ուղղությունները պետական, սոցիալական, տնտեսական միջոցների ընտրական օգտագործումը, հանրային տեղեկատվական դաշտի անհավասարակշռությունը եւ ընտրական գործընթացի օրինականության համար պատասխանատու մարմինների ոչ չեզոք, ավելին առանձին դեպքերում ընդգծված իշխանահաճո վարքագիծը ցույց են տալիս մեկ ընդհանուր միտում։ Կուզենայի նաև բարձր դատարանին մեջբերում կատարել նաև հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանին ուղղված մեզ, երբ մենք դիմել էինք իրենց, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ նախընտրական քարոզչության ընթացքում զերծ մնացեք քաղաքական ուժերի անունները հրապարակելուց, քանի որ ընտրական օրենսգիրքը ուղիղ արգելք է նախատեսում։ Եվ հետաքրքիրը գիտեք որն է, օրենքի 5-րդ հոդվածի վրա հողում տալով, որտեղ ամրագրված է հակակոռուպցիոն կոմիտեի քաղաքական չերժողության սկզբունքը, նույն կոմիտեն պատասխանում է մեզ։ Ինչ վերաբերում է ձեր դիմումում վկայակոչված նորմերին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքի ու 19-րդ հոդվածի դրույթներին, ապա հարկ է նշել, որ տվյալ իրավակարգավորումները չեն կարող վերաբերել կոմիտեին։ Այսինքն ստացվում է, որ սահմանադրական օրենքի պահանջը կիրառելի չէ որևէ պետական մարմնի համար եւ ուղիղ է նշվում, որ բոլոր պետական մարմինները պարտավոր են պահպանել այս չեզոքությունը։ Պետությունը չմնաց ընտրական գործընթացի չեզոք երաշխավորը։ Այն տարբեր մակարդակներով դարձավ այդ գործընթացի մասնակից, սակայն այս ամենը դեռ վարչական ռեսուրսի միայն մի մասն է։ Հաջորդ հատվածում կներկայացվի այն, թե ինչ տեղի ունեցավ այնտեղ, որտեղ պետության չեզոքության պահանջը պետք է լիներ ամենախիստը, իրավապահ համակարգում, այդ մասին կներկայացնի իմ գործընկեր եւ ներկայացուցիչ Հովհաննես Կոդոյանը։